Արթնայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվիք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ գնացեք ժամանակը, որ օրերը չար են։ Ու հետո ներքևում արդեն ասում է այն մասին, որ նրա համար մի լինիք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Եվ մի արփենակ գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեցեք հոգով, խոսելով ձեր մեջ սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, երգեցեք և սաղմոսեցեք ձեր սրտերումը Տիրոջը, ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Աստվածանից և Հորիցը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը։ Այստեղ այնքան շատ բան կա ասված, որովհետև երբ որ նայում ենք օրինակ Պողոս առաքյալի հոգևոր կյանքին և ընդհանրապես մեր հոգևոր կյանքն էլ, երբ որ մենք քննության ենք ենթարկում, մի շատ հետաքրքիր բան է բացահայտվում։ Մարդը այդպիսին է, մարդը միշտ ետադարձ հայացքով լավ օրերը միշտ հիշելով մի տեսակ այդպես կարոտում է այն նախկին օրերին։ Սակայն ես պիտի ասեմ, ոչ թե մենակ հավատքի մարդիկ պետք է այդ հիշողություններով ապրեն և կարոտեն ինչ-որ իմաստով, որովհետև շարունակաբար միշտ անցյալին նայել և անցյալի օրհնությունները հիշել, բայց ներկայում չունենալ այդ օրհնությունները կամ չձգտել դրան, սա ահավոր մեծ բացթողում է մարդու կյանքում և սա կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը ուղղակի լճանա և դոփի տեղում։ Եվ դրա համար եկեք սկզբում մի հատ փորձենք հասկանանք Պողոս առաքյալին, որը իր կյանքում ունեցել է իսկապես և թռիչքներ, եսի նկատի ունեմ թռիչքներ են իմաստով, որ ավետարանչության մեծ բազմություններ, բժշկությունների, հրաշքների և այլն, ասենք, այդ ամենու ուղեկցությամբ եղել են միշտ իր հետ, բայց ուզում եմ հասկանալ Պողոսին, երբ այդ ամենը չկային արդեն, ինչպես է ինքը իրան դրսևորել։ Հատկապես երբ որ ինքը բանտերում է եղել, մենակ է եղել։ Իհարկե տեղեր կան, որ ասում է հիշում եմ Տիմոթեոսին գրելիս քո արցունքները և այլն, ինքը որպես զգացմունքային սովորական մարդ այնուամենայնիվ այդ օրերն էլ հիշում է ուրախությամբ լցվում և այլն, բայց սա երբեք իրեն թույլ չի տալիս մտածելու, որ այսօր հնարավոր է երեկվանից լավը չլինի։ Այ հիմա մենք այսօր պետք է մի հատ խորհրդացենք այդ հարցի շուրջ։ Ինչպես է ստացվում, որ հավատացյալների հետ զրույցի ժամանակ մեծամասամբ մենք ավելի ինչ-որ անցյալում տեղի ունեցած լավագույն հիշողություններով ենք ապրում և ցավոք սրտի շատերը նույնիսկ այդպես էլ ասում են, բա չէ այսօրվա պես, այս ինչ է դարել, այս մեկ, այն մեկ, գնում է տրտունջներ, առաջ լավ էր, իրար երես էինք տեսնում, հավաքվում, աղոթք էինք անում, այս էր լինում, այն էր լինում, սեր կար, քաղցրություն կար, նման բաներ մենք այսօր շատ ենք լսում շատ հավատացյալներից։ Սակայն ես ուզում եմ այսօր խոսել հենց իսկապես ժամանակի մասին այն կտրվածքով, թեպետ ժամանակների մասին ես շատ քարոզներ եմ ունեցել, բայց այսօր ես ուզում եմ մի նոր կտրվածքով ժամանակի մասին խոսել։ Առաքյալն այստեղ ասում է, որ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվիք։ Առաջինը առաքյալը մեզ զգուշության կոչ է անում։ Մենք գիտենք Տերն էլ էր զգուշության կոչ անում։ Զգուշ եղեք ձեր անձերին, որ աշխարհի հոգսերով, կերուխումերով եւ այլն, ինչպես որ մենք կարդում ենք, կամ վերջին օրերի մարդկանց տրամաբանությամբ չապրեք, նաև գրված է, որ չար ժամանակներ կգան շրջապատում անընդհատ հուսակոտոր այդպես արտահայտություններ եւ այլն կտեսնենք։ Եվ դրա համար եկեք մի հատ խորը նայենք այս հարցը, թե իրապես մենք ինչքանով ենք զգուշություն ցուցաբերում մեր հոգևոր կյանքերին։ Եվ շարունակության մեջ ինքը զգուշությունը ինչի հետ է կապում։ Զգուշությունը ինչ հատկանիշ է։ Զգուշությունը իմաստունի հատկանիշ է։ Իսկ այստեղ իմաստունի որ որակն է ինքը ընդգծում։ Իմաստունը ունի շատ որակներ։ Իմաստունը ժամանակը գնում է։ Այսինքն իր կյանքի յուրաքանչյուր վարկյանը, օրը, ժամը գնահատողն է։ Եթե ինքը ժամանակ է գնում, ուրեմն այդ ժամանակի գնի արժեքը գիտի։ Եվ ինչի համար, որովհետև օրերը չար են։
Մի կողմից Պետրոսը քարոզի ժամանակ ասում է, որ Հովել Մարգարեի օրերն են, վերջին օրերում ամենքի վրա Աստված իր հոգին կթափի, գրված է այդպես, եւ դա տեղի է ունեցել ու Պետրոսը դա վկայում է։ Մյուս դեպքում էլ մենք տեսնում ենք Պողոս առաքյալը այդ նույն վերջին օրերի մասին խոսում է, որ օրերը չար են։ Եթե Պողոսի ժամանակից օրերը չար են արտահայտությունը կա, ուրեմն այդ չար օրերը սկսվել են դեռևս առաջի դարից։ Եվ եկեք հիմա մի հատ նայենք նաև մեկ ուրիշ մասը, երբ որ Հուդա առաքյալը, Պետրոս առաքյալը նույնպես հիշեցնում է, որ ինչպես գրված է վերջին օրերը չար ժամանակներ կգան, Տիմոթեոսին ինքը Պողոս առաքյալը այդպես գրում, մարդիկ ինչպիսին կլինեն, այսինքն մի դեպքում չար օրերն արդեն եղել են, սկսել են Պողոսի ժամանակ, բայց մյուսը նկարագիրն է հատկապես այն ամենավերջին ժամանակների մասին եւ նկարագրություններ կան այնտեղ։ Եվ մի արփենակ գինիով, որ նրանում անառակություն կա։ Մենք խոսել ենք սրա մասին, որ արփենալ բառը այստեղ գրաբարից անցած է, որ նշանակում է խմել, ոչ թե հարբել։ Ընդհանրապես գրաբարում արփել կամ արփենալ նշանակում է խմել, ոչ թե հարբել։ Գրաբարում ընդհակառակը գինովնալ բառն է հարբել բառը։ Եվ այստեղ երբ որ ասում եմ մի արփենակ գինով, ես ավետարանականների թարգմանությամբ աշխարհաբարը, որ թարգմանել են 19-րդ դարի վերջին, հասկացել եմ մի բան, որ դեռևս որպես վարդապետություն գուցե չի ընկալված եղել այն ժամանակ ընդհանրապես խորությունը գինի կամ ալկոհոլ չօգտագործելուն, դրա համար այս բառն են օգտագործել, որը շփոթմունք է առաջացրել աշխարհաբարում։ Որովհետև շարունակության մեջ գրված է, որ նրանում անառակություն կա, չհասկացանք, ուրեմն գինի ինչ որ մի հատ բաժիններ կան, որոնց մեջ չկա անառակություն, բայց հարբելու դեպքում անառակության վերածում։ Իհարկե զավեշտալի է այսպես մտածելը, միանշանակ եկեղեցին հրաժարվել է, չի կարող ընդունել միտքը մթագնող որևէ հեղուկ ալկոհոլ, որը կարող էր իրեն իմաստուն կարգավիճակից իսկապես դուրս անել։ Այլ լցվեցեք հոգով, Սուրբ Հոգով, խոսելով ձեր մեջ սաղմոսներով, օրհնություններով եւ հոգեվոր երգերով։ Ուրեմն մենք այստեղ տեսնում ենք առաքյալը դարձյալ այն գաղափարն առաջադրում, որ նշանակում է մեկտեղ հավաքվել է մի թողնիկ, որովհետեւ հոգնակի է գրված։ Ժամանակները չար են, մենք միասին լինելու այդ խնդիրը պետք է ավելի բարձր մակարդակի վրա դնենք եւ այստեղ գրված է սաղմոսներով խոսել, օրհնություններով, հոգեվոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Աստվածանից, Հորիցը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Միայն այն ժամանակ չէ, որ հիշում էիր լավեր, ամբողջ ժողովուրդ, հազարներ, 10,000-ներ եւ այլն կային։ Միայն այն ժամանակ չէ, երբ Աստված բժշկեց եւ այլն, այլ ամեն ժամանակ մենք անկախ մեր այսօրվա հոգեվոր նոստալգիայից, որ մենք ունենք նախկին կյանքի տարիների վերաբերյալ, մենք միշտ պիտի հույսով ավելի առատանանք, որ ավելի լավ օրեր ունենք։ Եվ թող Տերը օրհնի, եկեք աղոթք կանենք, խնդրենք Տիրոջը, թող Աստված օրհնի այսօրվա պաշտամանքը։ Ինչպես ասացի, մի փոքր պիտի կանգ առնենք եւ խոսենք դարձյալ ժամանակների մասին, այն իմաստով, թե նախ Աստծո խոսքը Աստծո զավակներին ինչպեսի հորդոր անում ժամանակները գիտակցելու, ինչպես ստեղ լսեցինք, որ մեզանից ամեն մեկը իրականում ճիշտ կանի, եթե ուզում է իմաստուն լինի, քննի եւ իմանա ժամանակը, ինչպես իմաստուններ գնեցեք ժամանակը, նաեւ քննենք ժամանակը։ Ժամանակը քննելը խիստ կարևոր է, որ դու իմանաս, թե ինչու պետք է թանկ գնահատես քո ապրած յուրաքանչյուր վայրկյանը։ Գաղատացիս 4:4-ում կարդում ենք. բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդին կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրությունն ընդունենք։
Եվ որովհետև դուք որդիք եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբբա Հայր։ Այստեղ մենք լսում ենք, որ Աստված ուղարկեց իր որդին ճիշտ ժամանակին։ Ճիշտ ժամանակին։ Բայց երբ որ ժամանակի լրումը եկավ։ Հայր Աստված իր ծրագրում ուներ, թե երբ եւ կոնկրետ որ ժամին է ինքը իր որդուն ուղարկելու աշխարհ։ Ինչքան էլ մենք խորանանք հասկանալու, թե ինչի Հիսուս Քրիստոսը հենց այդ պահին եկավ աշխարհ, մինչև դա չենք սպառելու, միևնույն է։ Բայց միանշանակորեն մենք հասկանում ենք, որ այնուամենայնիվ եթե գրված է, որ ժամանակի լրմանը Աստված ուղարկեց իր որդուն, ուրեմն ինքը ուներ հստակ ժամանակացույց եւ առհասարակ հիմա էլ ունի հստակ ժամանակացույց, որովհետեւ անգամ 5 գտականում, երբ որ մենք կարդում ենք, դա ժամանակների մասին խոսքը գնում է այդ մասին։ Սրա օրոք, նրա օրոք, այս մեկի օրոք, այն մեկի օրոք, օրինակ Եղիայի օրերումը, Դավիթի օրերումը, Նոյի օրերումը, Ղովտի օրերումը անգամ։ Այս արտահայտությունները 5 գտականում շատ կա։ Նաև թագավորների կառավարման ժամանակների մասին այնտեղ խոսք գնում, ինչպես Ղուկաս ասում է Հերովդեսի օրերումը եւ այլն։ Եվ այսօր մենք պետք է մի հատ հասկանանք, մենք կոնկրետ մեր համար կարող ենք ֆիքսել, թե մենք ինչ ժամանակում ենք ապրում։ Եվ քանի որ հոգևոր կյանքը հասակի հետ կապված կյանք է, ինչպես որ մարդը բիոլոգիապես է ինքը մեծանում եւ աշճանաբար թոշնում է իր մարմինը եւ ապականվում եւ հողին հանձնվում, ի տարբերություն այս ամենի Աստծո խոսքն ասում է, որ մեր ներսի մարդը ինքը ոչ թե այդպես մեծանալու ու թոշնելու հատկանիշ ունի, ճիշտ հակառակը, նա ոչ թե թարամելու ոչնչանալու է, դա ներսի մարդը այդպես դատապարտված, այլ հակառակը, այս մարմնից դուրս գալուց հետո երկնքում նորոգված հավիտենական կյանքի մեջ գնալու։ Բայց քանի որ ամեն մի հասակ ունի իր նրբությունները, մենք կարդում ենք, որ նույն Գաղատացիս 4-րդ գլխում առաջի խոսքից ասում է, բայց ասում եմ, քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչինչ տարբերություն չունի։ Քանի ժամանակ որ ժառանգը երեխա է։ Եվ նույնը ինքը Պողոս առաքյալը ասում է, որ երբ որ ես երեխա էի, երեխայի բաներն էի անում, բայց երբ որ այր դարձա, երեխայի բաները թողեցի։ Սիրելիներ, հիմա մենք պետք է ճշտենք իրականում հասունության մեր հոգևոր այդպես աստիճանը։ Սա այնքանով է խիստ կարևոր հասունության մեր հոգևոր աստիճանը, որը մեր համար կամ ապագայում ավելի օրհնյալ ընթացքի մեջ կտանի, կամ ցավալիորեն կմնանք տեղում, կդոփենք եւ կլճանանք։ Իհարկե, այս երկրորդը ցանկալի չի, եւ որպեսզի այդպես չլինի մեր կյանքում, մենք դարձյալ պիտի իմանանք, որ մենք էլ ժամանակի մեջ ենք ապրում։ Գործք 17-ի 30-րդ խոսքում ինքը առաքյալը ասում էր այդ մասին։ Բայց Աստված տգիտության ժամանակներն անտեսելով հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամենտեղ ապաշխարել։ Մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհս արդարությամբ պիտի դատե այն մարդի ձեռովը, որ սահմանեց նրանով ամենին հավատք տալ, որին մեռելներից հարություն տվավ։ Օրհնյալ է Տերը։ Ուրեմն մենք կարդում ենք, որ Աստված տգիտության ժամանակները անվանել 5 դակարանյան շրջանի բոլոր աշխարհի մարդկության կյանքը եւ անտեսումը հիմա այդ պահից սկսած Պողոսն ասում է հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամենտեղ ապաշխարել եւ այդ հիման շարունակվում է մեր օրերը շարունակվում է ինչ անեն մարդիկ ապաշխարեն որովհետեւ մեկ օր այսինքն մեկ ժամանակ կա ինչպես նկատում եք սա process չի օր է հստակ հաստատեց որ նրանում աշխարհքս արդարությամբ պիտի դատե այն մարդի ձեռովը որ սահմանեց նրանով ամենին հավատք տալ մեզ հավատք տվողն ով է եղել Հիսուս Քրիստոսը
Հիմա այս հավատք տվողը մեկ օր էլ սահմանել է, որ անպայման պետք է աշխարհը դատի, բայց եթե աշխարհը պիտի դատվի, սա չի նշանակում, որ Աստված նաև իր դատաստանն իր տնից չի սկսում ստուգելու համար, այն որ տվել է, պահել են թե չէ, իսկ ինչ է տվել իր ժողովրդին, հավատք, այն որ տվել է, պահել են թե ոչ, դատաստանի ժամանակը մենք միշտ մտածում ենք, որ մեզանից դուրս է լինելու, այո դա այդպես է, բայց միաժամանակ մենք չմոռանանք, որ այդ դատաստանը, որ մենք ասում ենք, Աստծո արդարությունը ենթադրում է, որ նա իր տանից պիտի սկսի, նա պիտի մաքրի, նա պիտի սրբի իր տունը, եւ ինչպես գրված է բոլոր գայթակղությունները, կեղծավորությունները, ստությունը եւ այլն, պետք է իր հրեշտակներին ուղարկի, երկրի 4 կողմերից պետք է դրանք մաքրվի, սրբվի։ Եվ Մատթեոս 24-րդ գլխի մեջ էլ Տեր Հիսուսը իր վերջին պատգամները տալով այստեղ մի շատ կարևոր միտք է ասում։ Եվ այն ժամանակ կերևի մարդի որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոչ կանեն երկրի բոլոր ազգերը, եւ կտեսնեն մարդի որդին գալիս երկնքի ամպերի վրա, զորությունով եւ շատ փառքով, եւ նա կուղարկե իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նրանք կժողովեն նրա ընտրվածներին, 4 հողմից երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը։ Այս հրաշալի բանը լինելու է, այս հրաշալի օրը գալու է, եւ մենք բոլորս էլ ապրում ենք մեր սրտերում այսպիսի փափակ, այդպես միշտ էլ պահելով։ Եվ հետո մենք կարդում ենք, որ ինչպես Նոյի օրերն էին, այնպես էլ կլինի այդ վերջին օրերը։ Հիմա Աստծո խոսքը մեզ ասում է, այն ժամանակ 2 հոգի կլինին արտումը, մեկը կառնվի եւ մեկը կթողվի։ 2 հոգի մի ջղացում կաղան, մեկը կառնվի ու մեկը կթողվի։ Արթուն կացեք, որ չգիտեք, թե որ ժամում ձեր Տերը կգա։ Բայց այս իմացեք, որ եթե տան Տերը գիտենա, թե որ պահում կգա գողը, արթուն կկենա եւ թող չեր տա, որ իր տունը ծակեն։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամումը, որ դուք չեք կարծում, մարդի որդին կգա։ Եվ հետո ուրեմն ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, որի Տերը նրան իր ծառաների վրա դրավ, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Մի դեպքում տեսնում ենք արթունության կոչա բոլորին, մյուս դեպքում արթունության կոչա հատուկ նշված իմաստուն ծառային, որի Տերը նրա ծառաների վրա դրավ, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Ինչպես տեսնում ենք, Աստված այսօր եկեղեցում դրած սպասավորներից ժամանակի գիտություն է ուզում, կոնկրետ այդ եկեղեցու համար, որ նրանք կերակուրը ճիշտ ժամանակին մատուցեն։ Եվ քանի որ մենք այս հորդորները արդեն բազմիցս լսել ենք, մեկ անգամ եւս լսեցինք, ուստի շատ կարևոր է նաև մի հատ այսպես գայթակղիչ ընկալումից հրաժարվենք, որ իբրև թե այս ինչ օրեր են, լավ օրեր չեն, այն օրերը լավն էին, այս սառած, պաղած, տրտնջացող մթնոլորտի, ասենք այս գաղջ վիճակը, որ մենք շրջապատում տեսնում ենք, հանկարծ չլինի, որ մենք էլ տարվենք դրանով եւ մի տեսակ հարմարվենք մյուսների գնահատականին եւ ասենք հա, այդպես է եւ դրանից դուրս ներքին մղումը մեր գնալով ավելի պակասի, քավլիցի, Աստված թող մեզ ավելի արթուն պահի, իհարկե մեր արթուն պահելը կախված է իր հետ արթնության ձգտումից, մենք շատ ձգտողներ լինենք եւ մեր կյանքում միանշանակորեն փորձենք ճշտել։ Մենք իսկապես արթնության ներքին այդ փափագը պահպանում ենք, թե մեր կյանքում էլ ինչպես մյուսներին, ինչպես Տերը ասեց, ոչ տաք ես, ոչ սառը, այլ որ գաղջ ես, իմ բերնից ես քեզ դուրս պիտի փսխեմ։ Թող Տերը օրհնի, որպեսզի այս խոսքերը իսկապես մեզ չվերաբերեն։ Շարունակենք Սուրբ Գրքից դարձյալ մի տեղ լսենք, Գործք առաքելոց 3:24-ը լսենք։ Գործք 3:24։
Նրանք ովքեր որ իրենց հոգևոր կյանքը պայմանավորել են ամբողջների մեջ, նրանց համար շատ ծանր է այս օրերը։ Այո, անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կսած չի եւ այլն։ Եվ հիմա բայց իմ սերը Աստծո նկատմամբ ինչու պիտի պայմանավորված լիներ իմ եղբայրների քույրերի հետ շփման սիրո մակարդակով։ Մենք այս բաները չպետք է խառնենք, ժողովուրդ ջան։ Իմ Աստծո նկատմամբ ունեցած սիրո չափը երբեք չպիտի պայմանավորված լինի այն եկեղեցու մթնոլորտով, որում ես այսօր կամ։ Հաճելի է, որ բոլորը սիրով լցված առատ լինեն, իհարկե, բայց մեզանից որպես անհատներ, մեզանից յուրաքանչյուրը իր սիրո պաշարը ոչ թե մարդկային միջավայրերից պիտի փնտրի, այլ անձամբ Աստծոց եւ իր Սուրբ Հոգուց։ Գործք Առաքելոց 3:24 Եվ բոլոր մարգարեները, որ Սամվելից սկսած մարգարեացան, այս օրերը պատմեցին։ Կարճ մի հատ համար էր։ Սա այն դեպքն է, երբ որ ինքը Պետրոսը սկսեց խոսել, քարոզեց, ներկայացրեց Պենտեկոստի օրը թե ինչ էր տեղի ունեցել, եւ հետո մի շատ կարևոր հռչակում է անում։ Բոլոր մարգարեները Սամվելից սկսած մարգարեացան, այս օրերը պատմեցին։ Եզրահանգում, որ այստեղ առաքյալն ասում է, որ Սամվել մարգարեից սկսած խոսել են այն իրողությունների մասին, որ այսօր դուք լսում եք ու տեսնում եք։ Ստացվում է, որ մենք 5 գտականի մարգարեությունները դեռևս լավ չենք հասկացել, որովհետև այնտեղ այնքան բան կա գրված այս օրերի համար էլ, որ մեզ դեռ բացված չի, որովհետև այստեղ հստակ է գրված։ Ինքը Պետրոս առաքյալն ասում է, որ այնինչ որ ապագայում պիտի լինի եղել է եւ այլն, դրանց մասին արդեն գրված է, Սամվել մարգարեից սկսած, դրանց կեսը կատարվել է, եկել հասել է Հիսուսի օրերը, Պենտեկոստե լավ ասում է, որ կատարվել է։ Բայց մենք հավատում ենք, որ դրանից հետո էլ ընթացք կա եւ դարձյալ կարելի է այս համարը կիրառելով գնալ 5 գտակարանի մեջ եւ փորձել հասկանալ, թե իրականում այդ ինչեր են ասել հնում, որ կատարվել են եւ դեռ կատարվելու են։ Ղուկաս 17-րդ գլխի մեջ 17:28-ը լսենք։ Նմանապես ինչպես Ղովտի օրերում եղավ, ուտում էին, խմում էին, առնում էին, ծախում էին, տնկում էին, շինում էին, եւ այն օրը, որ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, կրակ եւ ծծում տեղած երկնքիցը եւ ամենքին կորցրեց։ Նույն կերպով էլ կլինի այն օրումը, որ մարդի որդին կհայտնվի։ Շատ պարզ կոնկրետ գրված է։ Ղովտի օրերում սովորական կյանքի ընթացք եւ հանկարծ է լինելու ամեն բան։ Եվ նույն ձևով մենք կարդում ենք, որ մարդի որդին կհայտնվի։ Այն օրումը ով որ կտրի վրա լինի եւ իր բաները տան մեջ թող չիջնի նրանց առնելու։ Հանդումը լինողն էլ այնպես թող ետ չդառնա։ Հիշեցեք Ղովտի կինը։ Հիմա սիրելիներ, այստեղ մենք կարդում ենք, որ կյանքը երկրի վրա ինչպես եղել են հազարամյակներ առաջ, նույն ձևով շարունակվելու է։ Մի սովորական օր է լինելու։ Դուք մի մտածեք, որ Հիսուսի ծննդյան ժամանակ այդպես մեծ հրավառություններով տոնվել է Հիսուսի ծնունդ եւ այլն եւ այլն, ոչ, մարդկությունը դա նույնիսկ չհասկացավ է շատերը, բացի հովիվներից եւ այնտեղ մոգերից, որոնց Տերը ուղարկեց, որպեսզի հանդիպեն եւ իրենք երկրպագեն։ Բայց ոչ մարդկության համար դա անտարբեր մի սովորական օր էր, որ եկավ ու անցավ։ Նույն ձևով մեր հափշտակությունը ողջ մարդկության համար մի սովորական օր է լինելու, բայց այդ օրը անպայման գալու է։ Եվ դրա համար ես ուզում եմ, որպեսզի մեր միտքը արթնանա, մենք երբեք չհաշտվենք ներկա գնահատականներին աշխարհում տրվող, հոգևոր աշխարհում հատկապես, քանի որ Սուրբ Գիրքը մեզ ասում է այդ մասին, որ երբ որ ես ամեն բաները տեսնեք, ձեր գլուխն վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է։ Ոչ թե հակառակը, այն որ ասում են
քիթները կախել, տրտնջալ, բողոքել, սուքուշիվան անել, ոչ, սրանք ապացույցն են, որ մեր Տերը գալիս է։ Ամեն բան կատարվում է Աստծո խոսքի շրջանակներում, եւ մենք պիտի ցնծանք, մենք պիտի ուրախանանք, որ մոտենում է այն պահը, որ պիտի միանանք մեր Տիրոջը։ Եբրայեցից 5-րդ գլուխ։ Եվ սա այսօրվա իմ խոսքից վերջին համարը կլինի։ Եվ այս 5-րդ գլխի մեջ մի շատ հետաքրքիր բան է ինքը առաքյալն ասում, որը իմ միտքը կարծես բերեց նրան, որ դու էլ մի հատ գնայի քո համար, այս համարից ինչ կարող ես քեզ համար վերցնել։ Եվ այստեղ մենք կարդում ենք. նա, որ իր մարմնի օրերումը աղոթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նրան, որ կարող էր ազատել նրան մահից եւ լսվեցավ իր բարեպաշտության համար։ Ինչ հրաշալի համար է։ Իմ միտքն արթնացնում է հասկանալու, որ ես էլ ունեմ իմ մարմնի օրերը։ Նա, որ իր մարմնի օրերումը ինչպես վարվեց, աղոթք, աղաչանք, սաստիկ, աղաղակով, արտասուքով մատուցանում էր նրան։ Եթե Աստծո որդին իր մարմնի օրերը անցկացրել այդպես երկրի վրա, իմ մարմնի օրերի մեջ ես ինչպես եմ անցկացնում իմ օրերը։ Եթե ես ֆիզիկապես իմ անձն եմ տեսնում որպես ես, ապա ես մոլորված մարդ եմ։ Եթե ես իմ հայլու մեջ տեսնում եմ իմ արտաքին դիմագիծը եւ միայն այդքանն եմ ինձ տեսնում, այդքանով եմ իմ մասին տեղյակ, ես մոլորված մարդ եմ։ Այստեղ գրված է մարմնի օրերումը, նա որ իր մարմնի օրերումը։ Այդ մարմնի մեջ քո հոգին ես դու։ Եվ այդ հոգին ինչ կյանքով է ապրում երկրի վրա։ Ինչպես է կիրառում օգտագործում այդ մարմինը։ Այս խնդիրը մեզանից ամեն մեկը, այս հարցը թող ամեն մեկը իր առջև դնի։ Իր մարմնի օրերումը, որովհետև մեկ օր դու այդ մարմինը պիտի լքես։ Դու այդ մարմինը, ես պարզ եմ ասում, լքում ես այդ մարմինը, թողնում ես այդ մարմինը։ Բայց այդ մարմինը քեզ տրված է այս երկրի վրա, որպեսզի դու քո մարմնի օրերի մեջ Աստծո հետ ամենասերտ ու կենդանի հաղորդակցություն ունենաս։ Ինչքանով է քո սրտի մեջ փափագը, կարիքը, ծարավը շատ։ Ինչքանով քո առաջ կդնես այդ խնդիրը, որ մարմինդ պիտի ծառայի հոգուն եւ ոչ թե հակառակը։ Դու այդքանով շահած կլինես։ Ահա թե ինչու Աստված քեզ օր շնորհեց։ Դու արթնացար, դու ապրում ես, կաս, հրճվի, ուրախացի քո Աստծով եւ թող քո օրերը նույնպես այն օրերի պես լինեն, ինչպես որ Ենովքի, Եղիայի, Նոյի օրերն էին։ Այսինքն ինչ օրեր, որը չէր պայմանավորված հասարակության մյուս օրերի հետ, պայմանավորված չէր աշխարհի դրվածքով, հստակորեն ընկալված մի ժամանակահատվածի գիտակցում էր, որ կարճ ժամանակ ունեմ այս աշխարհում ապրելու, շուտով լքելու եմ այս մարմինը ու երկինք եմ գնալու։ Հետևաբար Աստված ձեզ իմաստություն տա, ձեր սրտի փափագն ու նախանձավորությունը շատանա, Տերը օրհնի, որպեսզի ձեր ցանկից ներս թույլ չտաք մտնի աշխարհի հոգին, այդ ցանկը, այդ պարիսպը ամուր դրեք, պահպանվեք, ինչպես հայտնության գրքում ասում է, ունեցածը պինդ պահի, որ մեկը չխլի։ Մնացածը սեներ, գնայես այդ եկեղեցուն, գնայես այն եկեղեցուն, գնայես քո եղբորը, քրոջը, շրջապատին եւ ակամայից գուցեև ներսդ տակնու վրա լինի։ Սա քեզ ոչ մի լավ բանի չի տանի, եթե դու երևույթով ես փորձում հոգևոր արթնությունը հասկանալ։ Այո, ես հիմա ձեզ մի բան էլ ասեմ, անցած անգամ կարծում եմ լսել եք, չէ՞, վերջին հաղորդումը Վանանաևի մասին, որ երկրորդ հաղորդումը տեղադրեցի, լսել եք միջև վերջ։ Այո։ Սա էլ այն ժամանակն է, որ պետք է լիներ։ Միտքս սա է, Աստված որոշած լինի քո շրջապատում շարժ ստեղծի
ինքն էլ ինչ որ մի բան պիտի թույլ տա, մի հատ ցնցում պիտի լինի, որից հետո նոր գալիս է արթնությունը։ Իսկ եթե չկա, հանդարտ քո Տիրոջ հետ հաղորդակցությունը պահպանելով շարժվիր առաջ։ Հասկանալի է, չէ՞, իմ միտքը ինչա, որպեսզի մենք արթնության մեր ծրագրերը, արթնության մեր մոդելները չմշակենք եւ մոլորվենք դրանցում, մենք պետք է այս բանը լավ հասկանանք։ Ժամանակների լրմանը Աստված իր որդին ուղարկեց, ժամանակը Պենտեկոստեի եկավ Սուրբ Հոգին ուղարկեց, ժամանակ ինքնավորոշել բոլոր ազգերի համար, ինչպես լսեցինք, Գործք առաքելություն։ Հետևաբար, միայն մի բան ամնում, հանդարտությամբ, սրբությամբ եւ արդարությամբ շարունակել պահպանվել Տիրոջ փառքի համար։ Տերը օրհնի բոլորիդ, մի վերջին աղոթքով այսօր նորից կանչենք Տիրոջը, փառք տանք այսօրվա համար ու սրանով փակենք մեր ժողովը։